Այս սրահում Երևանը պարզապես քաղաք չէ, այն հիշողություն է։ Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսում ներկայացված է հին ու նոր Երևանը։ Այս նկարները միայն անցյալի մասին չեն, դրանց մեջ կա նաև փոփոխվող, նոր կառուցվող Երևանը, արվեստագետի աչքով տեսած ու իմաստավորած իր ժամանակի քաղաքը։ Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ներկայացնելով իր պապի Գրիգոր Աղասյանի ստեղծագործություններն ասում է, նրան հաճախ անվանել են Երևանի երգիչ։ Սակայն մենք ձեզ հետ միասին հունց վկնում ենք այս պահին Երևանը, հին ու նոր Երևանը ներկայացնող ցուցասրահում։ Երևանը երևի իր գիրքը, իր սերը եւ այստեղ մենք տեսնում ենք իր մանկության Երևանը, դիմահայաց պատին 30-ականների իր Երևանն է, եւ այս նկարների հետ կապված մի շատ հետաքրքիր ձևակերպում կա, կոչվում են հայկական բրեյգեր, որովհետեւ եթե ուշադրություն դարձնեք պատկերներին, մենք տեսնում ենք այստեղ բազմաթիվ ֆիգուրներ եւ նկարներից մեկում նույնիսկ քարերից ավել ֆիգուր են քաշվել։ 4 սրահում ներկայացված է 80-ից ավելի աշխատանք, որոնք միասին պատմում են մեկ կյանքի, մեկ քաղաքի եւ մեկ սերնդի պատմությունը։ Վերջին սրահի ցուցադրությունը կարելի է ասել ամենաանձնականն է։ Այստեղ արվեստը դառնում է ընտանիք։ Կարմիր գլխարկով փոքրիկ աղջնակը այս սրահի ամենանկատելի կերպարներից է։ Նկարի հիմքում իրական պատմություն է։ Այս նկարը շատ հետաքրքիր պատմություն ունի, տարօրինակ պատմություն ունի։ Պապիկը նկարում էր մայրիկիս, այնտեղ դիմանկարը ներկայացված է։ Ես տեսա, որ մայրիկին է նկարում, դա ինձ համար անսովոր էր, պետք է ինձ նկարեր։ Ես գնացի հագնվեցի, իմ սիրելի կարմիր գլխարկի զգեստները հագա եւ եկա նախանձից դրդված պահանջեցի, որ ինձ նկարի։ Պես հնարավորություն չտալով, այլ տարբերակ չտալով պապիկին ինքը նկարեց, ստեղծվեց կարմիր գլխարկը։ Մարինա Հակոբյանն ասում է, այս ցուցահանդեսը կազմակերպելիս երկմտել է մնալ նկարչի թոռնուհին, թե գործին մոտենալ որպես արվեստաբան։ Հաղթեց մասնագիտական սառնասրտությունը, պատմում է պատկերասրահի տնօրենը։ Սրահում նաև մի առարկա կա, որը արվեստագետի կյանքի մասին պատմում է ոչ պակաս, քան նկարները։ Սա նրա ճամփորդող թախտն է։ Տասնյակ տարիներ այն արվեստանոցից արվեստանոց է տեղափոխվել, մինչև հանգրվանել է արվեստաբան թոռնուհու տանը։ Բայց այստեղ ես կուզեմ գլխավորապես կանգ առնել վիրտուալ իրականության վրա, որովհետև սա մեր առաջին փորձն էր եւ վերանորոգված պատկերասրահն այցելուներին նաև, այսպես ասենք, նոր փորձառություն է առաջարկում։ Վիրտուալ իրականության մեջ կարելի է շրջել նկարչի արվեստանոցում եւ հայտնվել նրա ստեղծագործական միջավայրում։ Սա ազգային պատկերասրահի համար ցուցադրության նոր ձևաչափ է։ Դուս եկավ այս ամբողջությամբ Վերանորոգված ու այցելուներին նորովի ներկայացող ազգային պատկերասրահի առանցքային նպատակներից է ներկայացնել հայկական կերպարվեստը որպես համաշխարհային արվեստի կարևոր մաս, ասում է թանգարանի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Հայաստանի 7 մարզերում 14 մասնաճյուղ ունեցող ազգային պատկերասրահի պահոցներից հանվել եւ մշտական ցուցադրությունում են ընդգրկվել 400-ից ավելի նոր ստեղծագործություններ, որոնց զգալի մասը ներկայացվել է առաջին անգամ։ Հնգամյա վերանորոգումից հետո այսօր այցելուները հնարավորություն ունեն տեսնելու հայկական կերպարվեստի հսկաներ Հակոբ Հովնաթանյանի, Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ այլոց ստեղծագործությունները։ Բացի այդ, ցուցադրված են նաեւ իտալական վերածննդի ու բարոկոյի նշանավոր արվեստագետների եւ այլոց արվեստի եզակի նմուշներ։ Նման հավաքածու ողջ տարածաշրջանում չկա։ Եվ որքան էլ մենք իրականում կարծում եմ վերջին 5 տարում իրոք տրանսֆորմացրել ենք այս թանգարանը, սակայն սա կարծում այս կառույցի շատ փոքր տոկոսն է։ Մենք ահռելի ռեսուրս ունենք եւ ահռելի անելիք։ Կարծում եմ այստեղ տասնյակ տարիների դեռ անելիք կա, այնպես որ ես նաեւ մեզ բոլորիս բարի երթ եմ մաղթում այս ամենից հետո։ 2020-ից 25 թվականները թանգարանի համար վերանորոգման եւ արդիականացման ժամանակաշրջան էին, սակայն այդ ընթացքում ազգային պատկերասրահը չի դադարեցրել ակտիվ մշակութային գործունեությունը, ընդունել է բազմաթիվ այցելուների թե արտերկրից, թե Հայաստանից։ 2025-ին պատկերասրահի այցելուների թիվը մոտ 132%-ով գերազանցել է 2019 թվականի ցուցանիշները։ Մինչև վերանորոգումը թանգարանն ունեցել է շուրջ 45,000 այցելու, իսկ 25 թվականին մոտ 2,5 անգամ ավելի։ Վերանորոգմանը զուգահեռ մի շարք միջազգային գիտահետազոտական եւ ցուցահանդեսային ծրագրեր եւ գիտաժողովներ են անցկացրել Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հնդկաստանի, Լեհաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների հեղինակավոր մշակութային հաստատությունների համագործակցությամբ։
2026-ին միջազգային գործընկերների հետ համագործակցությունը շարունակվելու է, տեղեկացնում է Մարինե Հակոբյանը։ 26 թվին մենք ունենք մի քանի միջազգային պրոյեկտ, 27-28-ի համար եւս լուրջ նախաձեռնություններ, նշեմ միայն մի քանիսը, ունենք պրոյեկտ Գերմանիայի հետ, ունենք պրոյեկտ Չինաստանի, Իտալիայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Անգլիայի, Ֆրանսիայի հետ եւ այս բոլոր երկրները իրականում 26, 27, 28 թվականների վրա են կենտրոնացրել։ Ես մի փոքր ավելի մանրամասնեմ, 26 թվականին մենք ունենք Գերմանիայի հետ շատ լուրջ պրոյեկտ, ունենք Անգլիայի հետ Լոնդոնի ազգային պատկերասրահի, դիմանկարչության ազգային պատկերասրահի հետ շատ լուրջ նախագիծ ունենք, առաջին անգամ Հայաստանում ներկայացվելու է աշխարհահռչակ լուսանկարիչ Իդա Կարի հավաքածուն, առաջին անհատական ցուցադրությունն է լինելու Հայաստանում։ Իդա Կարը իրականում եվրոպական լուսանկարչության առաջատար կին արվեստագետներից է, կին լուսանկարիչներից է եւ Լոնդոնի ազգային պատկերասրահի հետ սա մեր առաջին նախաձեռնությունն է։ Իդա Կարը իդեպ ժամանակին եղել է Հայաստանում, շատ ոգեշնչվել եւ տպավորվել է Հայաստանով, ունի Հայաստանի հետ լուրջ կապեր եւ արմատներ եւ այսօր նման ցուցադրություն այստեղ հյուրընկալելը շատ կարեւոր է, ոչ միայն այն առումով, որ մենք Անգլիայի խոշորագույն թանգարաններից մեկի հետ ենք համագործակցում, այլ այն առումով, որ այսօր մենք դրանով շեշտադրում ենք լուսանկարչության կարեւորությունը ազգային պատկերասրահում եւ առհայսարակ պատկերասրահներում, 21-րդ դարի պատկերասրահներում։ Նվիրատվությունների եւ ձեռքբերումների, ինչպես նաեւ թանգարանների ֆոնդերի համալրման պետական ծրագրի շրջանակներում պատկերասրահի հարուստ հավաքածուն զգալիորեն ընդլայնվել է։ Այն համալրվել է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից արվեստագետների ստեղծագործություններով, ամբողջական առանձին հավաքածուներով, ինչպես նաեւ դեկորատիվ կիրառական արվեստի եզակի նմուշներով։ 2025 թվականին պետական ֆինանսավորմամբ եւ մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով Սոթբիս աճուրդային տնից ձեռք է բերվել Արշիլ Գորկու ստեղծագործություններից մեկը, իսկ կառավարության որոշմամբ եւ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ Մինաս Ավետիսյանի հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարները կառավարական տնից տեղափոխվել են Մինաս Ավետիսյանի թանգարան մասնաճյուղ Ջաջուրում։ Աիդա Ավետիսյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։